Հայկական պարը հոգու տիեզերք է, ասում էր Գագիկ Կինոսյանը։ Տասնյակ տարիներ նա շրջել է Հայաստանի բոլոր մարզերով, կանգ առել գյուղերում, տեսագրել ու ձայնագրել ինչպես հայտնի, այնպես էլ նորահայտ հայ ավանդական երգեր, պարեր, պարերգեր, ծեսեր, որոնք մինչ այդ ոչ մի տեղ արխիվացված չէին։ Ազգագրական արժեք ներկայացնող նյութեր են բերվել նաև Արցախից եւ արտերկրից։ Այսօր արդեն Արարատ բանկի աջակցությամբ խնամքով պահպանված եւ բանահավաքչության արդյունքում ստեղծված հսկայածավալ արխիվը թվայնացվում է, պահ տալով սերունդներին։ Ազգային երգ ու պարի ակադեմիա-կրթամշակութային հիմնադրամի հետ համագործակցությունը մեկնարկել ենք ամիսներ առաջ եւ այս համագործակցության շրջանակում աջակցել ենք Կարին գիտական կենտրոնին մշակութային ժառանգության արխիվի թվայնացման գործում եւ Արարատ բանկի աջակցությամբ ձեռք են բերվել մի շարք սարքավորումներ, ծրագրեր, որի արդյունքում շուրջ 30 տարի բանահավաքչական աշխատանքների արդյունքում հավաքագրված մոտ 600 երգի, պարի, ծեսի եւ ավանդույթի թվայնացում է իրականացվում։ Այս պահի դրությամբ գիտական կենտրոնի կողմից շուրջ 90 պարի նմուշ արդեն թվայնացվել է։ Հայ ավանդական մշակույթի ուսումնասիրման եւ հետազոտման Կարին գիտական կենտրոնը ձեռնամուխ էր եղել տարիների ընթացքում հավաքագրված, բանահավաքչության շնորհիվ գրառված, տարբեր ձևաչափերով հավաքագրված պարերի թվայնացմանը, որպեսզի Գագիկ Կինոսյանի խոսքերով ժամանակի արհավիրքը նրանց անդառնալիորեն չոչնչացնի։ Սակայն աշխատանքները կանգ էին առել տարիներ առաջ, համավարակի եւ պատերազմի ժամանակաշրջանում։ Այսօր արդեն արժեքավոր հավաքածուի թվայնացման գործը վերսկսվել է Արարատ բանկի աջակցությամբ։ Թվայնացման ենթակա ընդհանուր արխիվի միայն 400 նմուշ պար Կինոսյանը հավաքագրել էր ԱՄՆ-ի հայկական գաղթօջախներից։ Փորձել ենք հնարավոր բոլոր նյութերը արխիվավորել, դրանք տեսակավորել, որպեսզի հասկանանք ինչ ունենք, ինչքան ունենք, ինչ տեսակի նյութ ունենք։ Արարատ բանկի նաև ֆինանսավորմամբ ձեռք ենք բերել սարքեր, որոնք պիտի օգնեն այդ բոլոր նյութերը թվայնացնել, քանի որ նյութերը պահպանվել են մինչև այս հին տեսաերեզների միջոցով, որոնք որ, այսպես ասած, վնասման ենթակա են ըստ իրենց ժամանակի։ Ժամանակին տեսաերիզներին պահտված պարերը, երգերը, հեքիաթները, պատմությունները, մեր ժողովրդի կենցաղն ու գործիքները ներկայացնող ամբողջ տեղեկատվությունը արդեն կթվայնացվի ապահով եւ ժամանակակից ծրագրերով։ Գիտական կենտրոնը պահպանում է նաև բոլոր այն գրքերը, որոնցում ներկայացվել են հայկական ավելի վաղ շրջանների պարերը, այդ թվում եւ Կոմիտաս վարդապետի կողմից գրի առնված 8 պարերը, Սրբուհի Լիսիցյանից մեզ հասած բազմաթիվ հայկական ազգային պարեր։ Այստեղ տեսնում ենք երաժշտությունը, որի տակ կատարվում է պարը առաջին տողում, երկրորդ տողում ռիթմի գիծը, թե ամեն շարժումը ինչ տևողություն է զբաղեցնում, ձեռքերի բռնվածքն ու մարմնի դիրքը, ձեռքերի ծալման անկյունները եւ այլն եւ այլն։ Ինչպես մարդկային կյանքն է անդադ բարու ու չարի մեջ տատանվում, նույն ձև հայկական պարը տատանվում է անդադ դեպի Աստված եւ դեպի ներքև, դեպի վերև ներքև ու այն ցանկությամբ, որ մենք պիտի տանենք դեպի աճ, դեպի առաջընթաց, դեպի հաջողություն, մենք հայկական պարի շրջանը, որ արևի խորհրդանիշն է նաև ժողովուրդը կոչվում է կյանքի շրջան, պիտի պտտենք դեպի այդ աճ, դեպի հաջողություն։ Արարատ բանկի կողմից մշակութային ժառանգության պահպանումը սոցիալական պատասխանատվության կարևոր ուղղություններից մեկն է, եւ սա առաջին ծրագիրը չէ, որտեղ բանկը ներդրում է կատարում ազգային ինքնության պահպանման եւ ապագա սերունդներին փոխանցման կարևոր առաքելության գործում։ Վերջին վառօրինակներից մեկը հենց Մատենադարանի հետ համագործակցությունն է, որի հետ արդեն համագործակցում ենք շուրջ 2 տարի եւ այստեղ նույնպես ձեռագրերի պահպանման եւ այս կարևոր մշակութային արժեքների պահպանման գործոնը կա եւ մեր աջակցության շնորհիվ եւ այս երկու կառույցների համագործակցության շնորհիվ շատ մեծ թվով ձեռագրեր այսօր վերականգնվում են, թվայնացվում են եւ պահպանվում են Մատենադարանում։ Արարատ բանկի եւ գործընկերների կողմից շարունակվում է ժողովրդից վերցրած մշակույթը պահպանելու, թվայնացնելու եւ ի վերջո փակ շրջանով ժողովրդին վերադարձնելու կարևոր առաքելությունը։ Հիմա դուք կտեսնեք կադրեր, որոնք ներկայացնում են այս ահռելի աշխատանքի կյանքի կոչված օրինակներից մեկը։ Երբ տարեցների կողմից ներկայացված պարը տեսագրվել, ուսումնասիրվել, կարելի է ասել փրկվել է, այնուհետև կատարվել Կարին ավանդական երգի պարի խմբի անսամբլի, վերջում արդեն նոր սերնդի կողմից։
մեր պատմական ազգային ժառանգության պահպանումը Արարատ բանկի արժեհամակարգի անբաժան մասն է, եւ առավել քան արդիական են հնչում Գագիկ Կինոսյանի խոսքերը. «Միասին տեր կանգնենք մեր մշակույթին եւ մեր ինքնությանը, որն էլ վաղվա սերնդի հզոր եւ հայրենատեր դաստիարակության եւ նրանց միջոցով ինքնիշխան ու ռազմավարորեն անխոցելի Հայաստան կերտելու հիմքն է»։